Բարև ձեզ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Ձեզ հետ ենք Լիբանանի հայոց թեմի եկեղեցիները երեք եւ այսօր հայդակրով։ Սույն հայդակիրը վանացային են գսպրվի շաբաթական դրությամբ շաբաթ օրերը գեսորե առաջ ժամը 10-ին։ Դեսերիզը միևնույն ժամուն գծուցադրվի ասկային առաջնորդարանի եւ վանացայինի դիմադեդրի էջերեն։ Այսօր մենք կգտնվենք Սուրբ Սարգիս եկեղեցվո մեջ։ 1931-ի աշնան Եղիշե եպիսկոպոս Գարոյան նախաձեռնեց նոր Սիսի մեջ Փայդաշեն եկեղեցվոմը գառուցման աշխատանքներուն։ 1932-ին ավարտեցավ եկեղեցվո շինությունը եւ եկեղեցին գրեց Սուրբ Սարգիս անվանումը։ Այդ նեղ օրերուն եկեղեցին միաժամանակ դպրոցի վերածվեցավ եւ այսպեսով հիմա տրվեցավ Լուսինյան վարժարանին։ 1944-ին եկեղեցին ունեցավ իր առաջին գերակնորյա վարժարանը, որում մաս կազմեցին շուրջ 250 աշակերտներ։ 1949-ին որոշվեցավ Փայդաշեն եկեղեցին փոխարինել Քարաշեն եկեղեցիով եւ հոգեվոր հովիվ դեր Ավետիս Քահանա Լաչինյանի եւ բարերարներու ջիքերով ամիջապես սկսավ աշխատանքը։ Եկեղեցվո օձումն անվանագոչությունը կատարվեցավ 8 փետրվար 1950-ին հանդիսաբերությամբ շինության հանձնախումբի նախագահ եւ Գիրիգիո գաթողիկոսական փոխանորդ դեր Խատ arczepiskopos Աչաբահյանի զորմադուցեց նորագարույց եկեղեցվո Անտրանիկ Սուրբ Պատարագը։ 1963-ին եկեղեցվո Փայդյա խորանին փոխարեն դեղատրվեցավ Մարմարիա խորանը բարերարությամբ Անտրանիկ Աթայանի։ Մեր առաջին զրուցակիցն է Սուրբ Սարգիս եկեղեցվո հոգևոր հովիվ արժանաշնորհ դեր Ներսես Քահանա Վասիլյան, օրհնեցեք դեր այր։ Աստված օրհնե, պարլույսես։ Խնդրեմ խոսին եկեղեցվո մեջ ծեր կորձունեության մասին։ Հիմա գիտենք, որ շատ կարևոր է եկեղեցի ժողովուրդ գաբը։ Հետևաբար այս ուղղությամբ ինչ աշխատանք կդանիք։ Հիմա նախքան աշխատանքին անցնելը ես միան գուզեմ շեշտը տնել եկեղեցին ինքը ժողովուրդը կներկայացնե առանց ժողովրդին եկեղեցին բարձրապես գառույց մնե մենք ժողովրդի ներկայությամբ ավելի կներշնչվենք ավելի կկաչալերվենք մեր աշխատանքներում մեջ իսկ մեր եկեղեցական գործունեությունը արդեն մենք սկսել ենք որպես ամեն բան առաջ հոգևոր լսարանի ծրագիր դրածենք այս 2 տարվա ընթացքին բարեբախտաբար առաջին անգամ մենք 25 հավատացյալով սկսանք, 55 հավատացյալով ավարտեցինք առաջին տարին, իսկ երկրորդ տարին գնամսել 55 հավատացյալով սկսանք, ներկայիս հասանք 80-85 հավատացյալներ, այս մեկ։ Իսկ երկրորդ գիրագի օրերը, որ արդեն ամեն գիրագի մենք Սուրբ Եվամա բադարակ կմատուցենք, մեզ համար մեծ առավելություն է եւ ժամերկության ներկա գտնվող հավատացյալներուն եւ Սուրբ բադարակին ներկա գտնվող հավատացյալներուն բադանի երեց եւ դարեց հավատացյալներ ներկա կգտնվին Սուրբ Պատարագին եւ որոշ ժամանակ իրենք իրենց մասնակցությունն ալ կբերեն արարողության ընթացքին այդ մեկն ալ մեզի ավելի կներշնչե եւ ավելի կկաչալերե Շատ լավ, իսկ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատկվանդոներու արիտով ընդհանրապես դնորհնեկը կդարվի, որքանով կգարձեք կարեւոր է դնորհնեկը։ Դնորհնեկի կարեւորությունը հետեւյալն է Յուրաքանչյուր հոգևորական եւ որ ներկա գտնվի դնորհնեկին, լա ծնունդին, լա զադիգին, ավելի ժողովրդին հետ փոխհարաբերության մեջ կմտնա եւ ավելի ժողովրդին հետ գնա զրույց կատարել եւ այդ իմաստով գնա հոգևորականը իր ծխայիներուն հետ շփում ունենալ եւ ավելի մոդեն ծանոթանալ։ Այս մեկը արդեն Քահանա եւ ժողովուրդ փոխհարաբերություն ավելի կմոդեցնե, ավելի մոդեռնություն կստեղծվի եւ ավելի հարազատություն կստեղծվի ժողովրդի եւ հոգեվորականի միջեւ։ Այս իմաստով մենք կնանք ասել, այո, կարեւոր է, պետք է եւ պիտի շարունակվի Աստծո հրամանով դնորհնեկները։ Այժմ մեր զրուցակիցն է Սուրբ Սարգիս եկեղեցվո թագանության ադենաբեդ բարոն Ջորջ Քեշկերյան։ Բարոն Ջորջ, խոսենք թագանության գործունեության մասին, ինչ աշխատանքներ կկատարե թագանությունը, մանավանդ ժողովուրդ եկեղեցի ասկաբի ամրապնդման, գիտեք, որ աս ներկայիս քիչ ժողովուրդը հերույ է բախտադապար եկեղեցին, ինչ աշխատանք կկատարեք, մանավանդ երիտասարդությունը, ինչ աշխատանքներ կկատարեք այս ուղղությամբ իբրև թագանություն։ Նախ բարի եկածեք մեր եկեղեցին, ուրեմն Սուրբ Սարգիս եկեղեցու թագանությունը բաղկացած է 9 անդամներ է Եվ ամեն մեկ թագականը ստանցնած է բարդականությունը ունին քաշվաբահ, կանցաբահ, ադենատբիր գալվածներու պատասխանադու, գույկերու պատասխանադու, ամեն մեկ թագական իր գարքին իր օժանդակությունը գուտա մեր թագականության աշխատանքներուն
Ուրեմն տաղանության նպատակն է աս 4 տարին, որ մենք ընդրված ենք, ամենալավ ձևով, ամենադպավորիչ ձևով, օժանդակ ձևով մեր ժողովրդին, մեր շրջանի ժողովրդին օժանդակ ենք եւ մենք մեր բարդականությունը ունենք մեր սրտի կողմնակությամբ։ Ուրեմն Սուրբ Սարգիս եկեղեցին ունի բավական մեծ շրջան, որը կընդգրկի Արաքածը, Սիսը, Սինելֆիլը, Մեսակինը, Տրադեն բաժինը։ Շրջանի մեջ ինչպես գիտեք, քաղաքին կարիքավոր կա։ Մենք իբր տաղանություն միշտ գուզենք ամենուն հավասար չափով, նույն չափով, նույն օժանդակությունը դրամատրել իրենց։ Եկեղեցու մեջ ունենք արդեն չես որ գիտեք հոգևոր լսարանը, որ ամեն շաբթվա դրությամբ կլա։ Մեր նպատակն է այդ հոգևոր լսարանին, որ ժողովուրդը ավելի Աստուծո խոսքերը, ավելի մեր քրիստոնեական խոսքերը լսեն եւ միշտ կան ներկայություն են գրեթե ամեն շաբաթ 80-ն հայրոքի ներկայություն են։ Հատկե անգախ մենք իբր տաղանություն գոժանտագենք շրջանի կարիքավորներուն լա տրամագան, լա ջաշով կամ լա ոյեմեք նեղ բարականերու գոկնենք։ Այժմ մեզ հետ է Սուրբ Սարգիս եկեղեցու տվրաբեդ Հարութ Սարգսակ Իզմելյան։ Առաջին հերթին խոսենք տբրած 10 աշխատանքներու մասին, փորձերը ինչպես կընթանան։ Նախ բարելույս բոլորիդ։ Մեր կով ուրեմն տբրաստասի փորձերը կընթանան շաբաթական, շաբաթը 1 օր, դարբեր օրերով իհարկե, որովհետև աշխատանքի պայմանները չի ներել, որպեսզի նույն օրը կազմակերպենք, եւ այդ փորձերը կընթանան 1.5 ժամեն մոտավոր 2 ժամ։ Բոլոր տբրաստասի անդամները հերթականաբար ներկա կգտնվին եւ մենք այդ օրերուն մեր փորձերը կատարենք ոչ թե միայն գիրակնորիա բատարակ երկեցողության համար, այլ նաեւ դոնական օրերուն եւ այլ շարականներու ուսուցումի համար։ Լավ, խոսենք երդասարտներու մասնակցության կարևորության մասին տբրած 10-ներս։ Որքանով կգարձեք կարևոր է, որ տբրած 10 մեջ ներառվին երդասարտները։ Իհարկե մեր օրերուն շատ կարևոր է երիտասարդներուն ներկայությունը մեր հայ արաքելական եկեղեցի ներս որպես մայր եկեղեցի եւ որովհետեւ այս տարի հրճակվեցավ 2026-ը հոգեվոր կյանքի վերանորոգման տարի իմ պապակս է բոլոր երիտասարդներեն որպեսզի վերաթարնան եւ վերանորոգեն իրենց հոգեվոր կյանքը վերաթարնալով մայր եկեղեցի եւ մենք այստեղ Սուրբ Սարգիս եկեղեցու մեջ իհարկե բոլորս գիտենք որ Սուրբ Սարգիսը երիտասարդներուն եւ զույգերուն բարեխոսն է ոչ թե միայն Սուրբ Սարգիս եկեղեցու մեջ, այլ բոլոր եկեղեցիները ներս մենք մեր բարեխոսությունը խնդրենք Սուրբ Սարգիսեն եւ բոլոր սուրբերուն հետ միասին եւ մեր երիտասարդական կյանքը ավելի բարգավաճենք, ծաղկեցնենք եւ ծառայենք Աստծո տաշտին մեջ։ Այժմ մեր հետ է Սուրբ Սարգիս եկեղեցու Դիգնաց Անստախումբի ադենաբեդուի Դիգին Վարդուկ Պեկերեջյան։ Խոսենք եկեղեցու Դիգնաց Անստախումբի գործունեության մասին։ Շատ սիրով մենք Դիգնաց Անստախումբը 10 անդամները կպաղանանք եւ ամեն շաբթվա մեր գործերը գնենք երբեմն մեզի նվեր գուկա որ ջաշ պատրաստենք գարիկավորներուն ջաշեր կպատրաստենք օրինակ լսարանին հյուրասիրություն կպատրաստենք եւ շատ աղոր մթնոլորտով գաշխատենք շատ ուրախ ձևով Ուրիշ ինչ որ պետք է, մեկը որ բանը պետքություն ունի օգնություն գերտանք օգնենք գնենք։ Եվ անշուշտ գիրագի օրերը հերթական դրությամբ ներկա։ Անշուշտ գրեթե ամեն ընկերուն է բացարիք երբեմն գաբադահե որ մեկը գպացագայ ադալ մենք կոչենք արդեն բացագայողին դեղը Սուրբ Սարգիսը բազար գնենք մենք ամեն շրջանի անդամները նվեր գբերեն մեզ ուդեստեղեն մենք շատ հարմար կիներով գսվարենք եւ շատ բան գնենք Köftene kapatırastın, sisero, vorşat kesirin, manavan sisi diknatin köften şad amvaniye, anun kapatırastın. Çernakner gınek darva antatskin. Ayo darin yergu ankam çernaknin. Amara buduyt maganik taştak natsuçum mihedo miçinki arito, mayre rodone arito çernak yefşat haçok çernakla. Մեր հաջորդ զրուցակից է Սուրբ Սարգիս եկեղեցու թագավորության անդամ բարոն Հովիկ Բոսնոյան։ Խոսենք աղքատախնամի մասին, քանի բարականներ ունի եւ ինչ ծովով թագավորությունը օգտակար կդառնա իրենց։ Ուրեմն Սուրբ Սարգիս եկեղեցին ունի 50 բարակա։ Մենք եկեղեցին իր բարերարներ ունի, որ ամսական կամ ամսական ծովով իրենց օժանդակությունները կներկայացնեն եկեղեցին եւ եկեղեցին իր բարդականությունը գնե
իր բարականերուն հանդեպ ուրեմն ամեն ամիս մեկ կամ երկու անգամ կոնե իրենց գերագուրգեվի գբաժնվի դուպերով ով որ գրնա հոսկալ հոստեն գարնե դուպերով որ չի գրնալ արդեն եկեցին իր բարդականությունը գնե եւ դուներնին գահացնե այդ գերագուրը եւ երկրորդ ունենք ուրիշ բարերաններ որ իրենց նյութական ցևով կներկայացնեն օժանդակությունը եկեցին եւ եկեցինա նույն ցևով գբաժնե աղքատներուն Մեր հաջորդ զրուցակիցն է եկեղեցվո Գիրակնորիա վարժարանի վարիչ Օրիորդ Փաթիլ Մերկոնյան։ Գիտենք, որ մանուկներու դաստիարակությունը կսկսի փոքր հասակեն, եւ մեր Գիրակնորիա վարժարանները հայ մանուկին հոգին եւ մտքի մեջ Աստվածաշունչի նկատմամբ սեր արտընծնելու աշխատանք կդանին։ Խոսենք Սուրբ Սարգիս եկեղեցվո Գիրակնորիա վարժարանի գործունեության մասին, քանի աշակերտունիկ աշխատանքները ինչպես կընթանան։ Բարև, ուրախ եմ ինձ դրված այս արդյունքին համար, ուր մեծ սիրով պիտի ներկայացնեմ թեմի հայ արաքելական Սուրբ Սարգիս Գիրակնորիա դպրոցին գործունեությունները։ Մեր Գիրակնորիային ներս հոգևոր եւ ընտանեկան մթնոլորտ կդիրե, ունենք 38 աշակերտ-աշակերտուհիներ, որոնց մեծամասնությունը հավատարմորեն ամեն գիրակի կհաճախեն Գիրակնորիա դպրոց։ Ունենք մեկ դասարան, ուր բոլորս միադեղ կհավաքվենք, կսկսենք դերունական աղոթքով Աբա Գերակնորիա մաղթեր կերկելով, յետ կհոգևոր երկերու եւ շարականներու ուսուցում ունենալով։ Իսկ ատքի հետ կսամոց կսորվինք։ Ընդհանրապես ամեն գիրագի մեկ աշակերտ կնա ավետարանեն ընթերցում, ուր այսպիսով աշակերտը կվարժվի սովորություն անել Աստվածաշունչ կարդալ։ Եվ ատքի հետ կունենանք մեր սուրբրային դասավանդությունը։ Մեր այս տարվան նույնն է Սուրբ Հոգիին բդուղը։ Անշուշտ մենք տարվա ընթացքին չենք մոռանալ իրենց ծանոթացնելու եկեղեցին ավանդությունները, դոները եւ սուրբերու կյանքերու մասին, ինչպես Սուրբ Սարգիս, Սուրբ Վարդանանք, Դիարընթարաճ, Հոգեկարուս եւ արդեն գիտենք, որ շարքը երկար է։ Եվ ատքի հետ կգունենանք մեր ցերային աշխատանքի ժամը, անշուշտ օրվա նյութին հետ առնչված կլա։ Ամիսը անգամ աշակերտները գուղվին եկեղեցի, գլսեն հոնդեղը զղջումի աղոթքը եւ գստանան Սուրբ հաղորդությունը։ Այսպիսով աշակերտը գվարժվի եկեղեցի հաճախել, Աստծո խոսքը լսել եւ ծանոթանալ եկեղեցին։ Նաեւ մենք ամեն գերակը կունենանք հյուրասիրություն բարերարներու միջոցով, անշուշտ բարերար իր ամեն չան կգնե մեր աշակերտները ուրախացնելու, մենք ալ մեր գարկին իրենց կկաչարերենք բարենիշներ եւ նվերներ տալով։ Գուզեմ հիշել, թե մեր գաբը մեր ծնողներուն հետ շատ մոտ է, մենք իրենց կկաչարենք, որ ամեն գիրագի իրենց զավակները Գիրակնորիա դպրոց խրգեն, որովհետեւ ավելի մոդեն ծանոթանան Հիսուս Քրիստոսի։ Դարվան ընթացքին գունենանք մի քանի հայդակերներ դոնագադարություններ, որ հոնդեղը ծնողները շատ մեծ խանդավառությամբ ներկա կգտնվին եւ կկաչարեն մեր աշխատանքը եւ մեր դարած խնամքը։ Աստծո երախտաբար դեմ եւ շնորհակալ եմ որ ծնողները իրենց զավակները մեզի գվստահին իրենց դաստիարակության մեջ գահարկենք մեր մանուկին ամեն մեկուն կարողությունը եւ բոլորը անխտիր գսիրենք հուսալով որ իրենք ալ չափահաս աղջիկ դղա երբ դառնան Աստծո ջամփում մեջ մնան Ուզեմ շնորհակալություն հայտնել եկեղեցվո կահանա Դերներսես Սպասելյանի եկեղեցի թագանության եւ դիկնած հանձնախումբին որ միշտ մեր կողքին կգնան Մեր հաջորդ զրուցակիցն է Սուրբ Սարգիս եկեղեցվո թագանության անդամ բարոն Զաքար Բեկերեջյան։ Խնդրեմ գրնակ մեզի ներկայացնել եկեղեցվո առնչված հուշեր։ Եկեղեցվո առաջվա հուշերը սեկն է 1976 թվականին պատերազմի ընթացքին մեր եկեղեցին ռմբակոծումի զոհ գնաց ու ունեցանք 11 վիրավոր եւ ժողովրդի իրարանցումն ծրվեցան ըստվեցան եկեղեցին գես ծերով մինչև որոշ ժամանակը հատկի վերջ որ մեզի լուր եկավ որ եկեղեցին գնաք պատրակենեն մեր շարունակեցինք մեր բավականությունները նելու Ռմբակոծումը որ եղավ եկեղեցվո մեջ պատարակ կլար, այսին Գիրագի օրով էր ստեղ։ Գիրագի օրով էր դեր Գրիգոր ավականո Փարաջաններ պատարակը եսալ նույն ադեն պուլվարգն իրենս որ կան դերայրեսի ռումբ մենգավ մեր մոդա պետք է եցնենք չեսավ ասված վերը գասավ մեզ ողջ կբայեսավ հազիվ ադիսվեցավ եկեղեցին ինգավ ադոր վրա արդեն ծերուցաներային 11 վիրավորդվինք եւ ժողովուրդ իրար անցավ այսինքն շփոթ կապության մեջ ինք վարգյանական ատկե վերջը որ դուր եկավ որ այսին բادرակ գեցուցինք Հետո պլատակ վիճակի մեջ եկեղեցին կշարունակեիք ծեր բادرակ շարունակեինք այո նորոք վերցավ ամիջավես տաղականություն այս շրջանի տաղականություն ոչ ես մեջ լարով ամիջավես առաջ կարար եւ բադեց ամեն ունասված դերերը բադեց որպես շարունակենք անցրևեն փախինք
ժողովուրդը անձրև դակ չմտնա սրով եւ այդպես ալ շատ օրինավոր ծավալ կալեցինք մինչեւ մալ նույն ծավալը կկալենք Շատ լավ։ Հարկելու ընկերներ եւ ագընտիրներ Սուրբ Սարգիս եկեղեցին ցեզ հետեին մարալը եւ լուսանգարիչ Ավո Ասայանը։ Դարձյալ գանտիվինք հարաճիգա շաբաթ առավոտյան ժամը 10-ին։ Ցտեսություն։